բրա նկարվեք, իշխորթեմ եք մատղաշ հարցոտ պեսա ենք ու ժողորդիվա խնդաստեք ուտա։ Մի օրը, որ երկրքից նայեմ ու տեսնեմ, թե ես աշխարհն չի էսպես ծուր։ Թատրոն Տիրանի անվան միջնակարգի դպրոցի աշակերտներից անցկացնում ենք հարցազրույց մեր Մկրտչյանի մասին աշխարհագրքի նախագծի շրջանակում։ Մենք մեր աշխատանքի վերջնացումը ներկայացնում ենք Մհեր Մկրտչյանի անվան արհեստական թատրոնը, որովհետև այն բացառիկ դեր է ունեցել նրա համար։ Այն դերասանի կյանքի եւ հոգու մի մասն է, միտեղ որտեղ նա առավել ձևով կարողացել է իրեն ներկայացնել որպես մարդ, մտածող եւ դերասան։ Մեր աշխատանքի նպատակն է ներկայացնել եւ պահպանել ազգային մշակույթը եւ նրա արժեքները։ Մեր նախագծային աշխատանքը պարզապես աշխատանք չէ, մենք դրանում ներկայացնում ենք կյանքի կողմերի, ինչպես մեծ քանչարի դերը թատրոնում իր ամեն արժեքները։ Այս նախագծային աշխատանքի շրջանակում մենք ընտրեցինք Մհեր Մկրտչյանին, որովհետև նա խորհրդանիշ է հայ մշակույթին։ Նա կարողացել է յուրաքանչյուր դերով փոխանցել ոչ միայն հերոսի պատմությունը, այլև մարդու ոգին, սիրո, ցավի, ազնվության եւ հավատարմության դրսևորումներով։ Նա ոչ միայն մեծ դերասան է, այլև ժողովրդի սիրելի մարդ։ Այսօր էլ նրա կերպարները հիշվում եւ սիրվում են սերունդների կողմից։ Նա կարողացավ փոխանցել ազգային կերպարը, համադրելով որը մարդկայություն եւ զվարճալի տարրերում։ Նրա դերերը հիմա էլ մեր շրջում են հանդիսատեսին եւ երիտասարդ դերասաններին։ Մեր Մկրտչյանի արվեստը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է մշակութային ինքնության պահպանումը։ Այս նախագծային աշխատանքի ժամանակ ես դուր եկավ Մհեր Մկրտչյանի սիմպաթիա, հատկապես երբ որ ես խաղացի Ռուբենի դերը։ Այս նախագծի արդյունքում մենք ոչ միայն գնահատեցինք նրա մեծությունը արվեստում, այլ նաև նրա անձնավորության խորություն որպես մարդ, ընկեր եւ զավակ։ Նա լցված է ժողովրդի եւ ընտանիքի արվեստի նկարմամբ հասարակական։ Այս նախագծային աշխատանքի արդյունքում հասկացա, որ Մհեր Մկրտչյանի կյանքը օրինակ է, թե ինչպես կարող են արվեստն ու մարդը համատեղել ուրախությունն ու տոկունությունը, ստեղծելով հավերժական արժեք։ Ուսումնասիրելով Ֆրունզիկ Մկրտչյանի կյանքի ուղին, նրա անցած դժվարությունները, հասկացան, որ Ֆրունզիկ Մկրտչյանը եղել է չափազանց դժբախտ եւ ուժեղ մարդ։ Նրան անվանել են տխուր եւ ուրախ մարդ։ Ֆրունզիկը իր կյանքի ընթացքում կատարել է շատ գործեր, եւ այդ գործերի արդյունքում էլ հայկական արվեստը մեծ ճանաչում ստացավ տարբեր երկրներում։ Մհեր Մկրտչյանը հերացել, բայց մնաց որպես ժողովրդի մեջ սիրված դերասան։ Նրա կերպարները երբեք չեն ծերան։